Մինչ Երևանում վարվեցին ամանորյա լույսերը գլխավոր Եղևնին, Գյումրիի տոնածառի տեղադրման աշխատանքները դեռ կմախքի տեղադրմանն են հասել։ Գյումրու քաղաքապետարանը որոշեց, որ նախորդ տարվա կառավարության նվիրած տոնածառը հարիր չէ քաղաքի գլխավոր Եղևնու տիտղոսին։ Գյումրիին սազում է ավելի մեծ, բայց ավելի ցանցառ, ավելի հին, ավելի վթարավտանգ, ավելի հին տոնածառ։ Կարևորը մեծ է ու կարևորը կառավարության տվածը չէ։ Հիշեցնենք, որ Գյումրիի բյուջեի 4 միլիարդ դրամը կառավարության տված դոտացիան է, սուբվենցիաների մասին էլ չասենք։ Ընտրություններից առաջ քարոզարշավի ընթացքում ճոռոմ խոստումները այդպես էլ չիրականացան։ Ռուսական, կոմունիստական ներդրումներ, Դիսնեյլենդներ եւ Ռուբեն Մխիթարյանի ֆանտազիաները։ Վերջինս Գյումրիի փրկությունը կապում էր միջոցառումների հետ, մինչև անգամ մսի կոմբինատում պետք է տարին 12 ամիս միջոցառումներ լինեին, տուրիստական հոսքեր ապահովվեին։ Իսկ այսօր մեծաբերան Ռուբեն Մխիթարյանի ձայնը չի լսվում, այդ նաև իր քվեով է Վարդան Ղուկասյանը դարձել քաղաքապետ ու ինքն էլ է այսօրվա վիճակի ուղիղ պատասխանատուն։ Ճոռում խոստումներ, իսկ իրականում անգամ նոր տարվան Գյումրիում դեկտեմբերի կեսն անցել է, բայց դեռևս տեղադրված տոնածառ չկա, քաղաքի տոնական լույսերի մասին չենք էլ խոսում։ Հանրապետության բոլոր համայնքներում արդեն այդ աշխատանքները ավարտվել են, իսկ երկրորդ քաղաքում դեռևս հին տոնածառի կմախքն են հավաքում։ Բոլորն առաջ են գնում Գյումրին հետ։ Հիշեցնենք, որ անցած տարի Աբագանին որոշել էր շուրջ 70 միլիոն դրամ տրամադրել քաղաքի համար նոր տոնածառ եւ լուսավորություն կնելու համար։ Պալասանյան դաշինքը սակայն հեռացավ կառավարումից, մրցույթ չհայտարարելով ու քաղաքը կարող էր առանց տոնածառի մնալ։ Այդ պատճառով կառավարությունը շուրջ 20 միլիոն դրամով նոր տոնածառ գնեց ու նվիրեց Գյումրիին, իսկ նախորդ տարի աղաղակող զանգվածը, թե Գյումրին մնալու է առանց տոնածառի ու չգիտես ինչու մեղադրական սլաքները ուղղվում էին դեպի քաղաքացիական պայմանագիրը, այս տարի կարծես համեմատաբար լուռ են։ Ընտրությունը գյումրեցին է կատարել, ահա այսպես է լինում, երբ ընտրությունը ուղիղ տալիս է իր հետևանքը։ Վարդան Ղուկասյան, Մարտուն Գրիգորյան, անիմաստ ճոռոմաբանող Ռուբեն Մխիթարյան, Կարեն Սիմոնյան ընտրելը այսպիսի հետևանքներ է ունենում։ Իսկ արժանի է գյումրեցին այսպիսի չտոնական մթնոլորտի, լավագույնս պատասխանել է Լևոն Պարսեղյանը։ Ովքեր ասում են, թե գյումրեցիք արժանի չեն նման վերաբերմունքի, ներողություն, շատ աղաղաղված պատկերացում ունեն արժանապատվության եւ արժեքների մասին։ Գյումրին արժանի է, որ այսպիսի տոնածառ ունենա, չնվնվակ։ Բնության մեջ անհատույց բան չկա։ Խոսքը միստիկական կամ նավսաբանական արդարության մասին չէ, հենց ուղիղ հատուցման մասին է։ Վայելեք։ Իսկ ովքեր անարժան են այս վերաբերմունքին, հաստատ գիտեն, թե ինչպես դիմավորեն տոները։ Մյուսները սրանով էլ յոլա կգնան, չլինի էլ յոլա կգնան, մի քանի օրից էլ կլինի, էլի յոլա կգնան ու միշտ յոլա կգնան։ Վերջում էլ կասեն՝ կյանքներս ընչի անցավ։ Հավանիր տեսանյութը եւ բաժանորդագրվիր նորությունները բաց չթողնելու համար։